Այժմ տեսնենք, թե ինչպես կարելի է ստեղծել բրաշեր Adobe Illustrator-ում։ Դրա համար եկեք բացենք բրաշ պանելը և տեսնենք, թե քանի տեսակի բրաշեր ունի Adobe Illustrator-ը։ Դրանք են Scatter բրաշերը, Calligraphic բրաշերը, Pattern բրաշերը, Bristol բրաշերը և Art բրաշերը։ Այժմ եկեք քննարկենք, թե ինչպես կարելի է ստեղծել այդ բրաշերը, կիրառել նրանց և փոփոխել նրա կարգավորումները։ Ենթադրենք մենք ունենք որևէ մի օբյեկտ, ասենք փաթ, որը նկարվել է սովորական սև գույնի ստրոկով և նրա հաստությունն է 1 point, ապա նրան մենք կարող ենք կիրառել ինչպես Calligraphic բրաշեր, որը դուք հիմա տեսնում եք, կարելի է կիրառել Pattern բրաշեր, Bristol բրաշեր, Art բրաշեր և այդ բրաշերի կարգավորումները ամեն մեկը ունի իր յուրահատկությունները։ Եկեք այժմ քննարկենք դրանք հերթականությամբ։ Ենթադրենք մենք կիրառել ենք Calligraphic բրաշեր։ Այս բրաշերը հանելու համար կիրառված փաթից այստեղ փաթի հետ աշխատելու կա մի icon, որը կոչվում է Remove Brush Stroke։ Եթե մենք սեղմենք, ապա այդ brush stroke-ը կվերանա մեր pattern-ից։ Այժմ նորից եկեք ասենք կիրառենք նրա վրա Calligraphic բրաշը։ Այստեղ ներքևում մենք կարող ենք ջնջել այդ բրաշերը, ստեղծել նոր բրաշեր, ստեղծելով new brush, որտեղ դուք տեսնում եք այստեղ ակտիվ են բոլոր բրաշերը, քանի որ ցանկացած որևէ մեկը մենք կարող ենք սեղմել, տալ այստեղ օրինակ անուն Calligraphic բրաշին նոր, տալ նրա անկյունը, փոփոխել նրա կլորությունը և չափերը, ինչպես նաև փոխենք նրա վարիացիաները, այսինքն քանի տոկոսով նա կարող է փոփոխվի և սեղմենք OK։ Եթե մենք դա սեղմենք, ապա դուք տեսնում եք, որ այստեղ մենք տեսանք նոր մեր բրաշ։ Այժմ այս բրաշի հատկություններին կարելի է հասնել Option of Selected Object վահանակի օգնությամբ, որտեղ բացվում է մեր բոլոր կարգավորումները, երբ որ մենք նոր ստեղծում ենք, և այստեղ կարելի է ռեալ ժամանակում տեսնել, թե ինչպիսի բրաշ եք դուք ստեղծել, որից հետո սեղմեք OK և ձեր բրաշի կարգավորումները կփոփոխվեն, այսինքն եթե մենք հիմա նորից նկարենք որևէ բրաշ, ապա դա կլինի հենց նույն տիպի։ Այս բրաշի կարգավորումները կարելի է նաև բացել 2 անգամ սեղմելով բրաշի վրա, բրաշ պանելից, փոփոխել նրան և սեղմել OK։ Եթե դուք կատարում եք փոփոխություն Calligraphic բրաշի կամ ցանկացած բրաշի վահանակում, ապա դրանից հետո բացվում է մի նոր վահանակ, որը որ ձեզ հարցնում է, թե դուք արդյոք ցանկանում եք կիրառել այս նոր բրաշը ստրոկին, որը արդեն դուք ունեք, թե ստեղծել նորը։ Եթե դուք սեղմեք Apply to Stroke, ապա նա կկիրառվի այս ստրոկին։ Եթե մենք հիմա նորից բացենք, փոփոխենք նրա չափերը, սեղմենք OK և տանք Leave Stroke, ապա մեր մոտ այս ստրոկը կպահպանվի, բայց մենք կունենանք արդեն նոր բրաշ և սեղմելով այս բրաշի վրա մենք կարող ենք վերադառնալ այս ստրոկի։ Այսինքն այդ հարցումը թույլ է տալիս փոփոխել եղած բրաշերը կամ ստեղծել նորը և կիրառել այդ հատվածի վրա։ Սա Calligraphic բրաշի հատկություններն էր։ Այժմ եկեք այս բրաշին կիրառենք Art բրաշ
ուղղությունը, այսինքն նա հիմա դառավ art brush, այժմ տեղափոխենք այս։ Եվ տեսնենք, թե ինչ կարգավորումներ կա այս վահանակում։ Այս վահանակում մենք տեսնում ենք, որ կա նրա անունը, այսինքն եթե մենք մոդիֆիկացիա ենք անում նրան, կարող ենք ստեղծել նոր brush, նոր art brush, ընդհանրենք մենք նրա անունը տանք, ապա այստեղ մենք ունենք նրա լայնությունը, որը կարող ենք փոփոխել տոկոսային հարաբերությունը, ընդ որում այստեղ մենք սեղմում ենք preview, որպեսզի տեսնենք ինչպես է նա փոփոխվում։ Այս brush-ի ուղղությունն է կարելի փոփոխել համապատասխան, թե ձեր ստրոկի վրա ինքը ոնց է դիրքորոշվում։ Կարելի է նրան անել flip, այսինքն շրջել highline ձևով եզրային կետերը փոփոխելով, կարելի է շրջել ըստ նրա հորիզոնական առանցքի, եւ այստեղ կան overlap-եր, որը հասկանալու համար, եկեք այժմ հիմա մենք այսա OK սեղմենք եւ տանք leave stroke, այսինքն պահպանել մեր ստրոկը, դուք կտեսնեք, որ մենք ստեղծեցինք մի նոր art brush, որի անունը մենք հիմա կարող ենք կարդալ կանգնելով նրա վրա։ Եվ եթե մենք հիմա եկեք ձեր հետ ստեղծենք մի հատ ուղղանկյուն եւ կիրառենք այս նոր art brush-ը, ապա դուք տեսնեք, թե նա ինչպես է բաշխվում մեր ուղղանկյունի շուրջը։ Եթե մենք հիմա ստեղից ասենք բացենք option հատկությունները ստրոկի եւ տանք overlap, ապա սա նշանակում է հետեւյալը, որ եթե դուք սեղմում եք չփակել ստրոկի ծայրերը, ապա նրանք մեկը մյուսի վրա չեն փակվում այս վերջնակետում։ Եթե դուք սեղմում եք adjust corner and false to prevent overlap, այսինքն փոփոխել, ապա նրանք փոփոխվում են այնպես, որ այս հեռավորությունները իրար լինեն մոտիկ։ Դա մենք կարող ենք տեսնել ավելի լավ մեկ այլ ստրոկեր, որ կկիրառենք։ Եկեք այժմ ջնջենք այս օբյեկտը, վերադառնանք մեր այս brush-ին, որը սա էր, բացենք նրա կարգավորումները եւ տեսնենք, թե ինչ էլ հնարավորություններ մենք այստեղ ունենք։ Այստեղ այժմ ակտիվացրած է stretch to fit stroke length, որը նշանակում է ձգել, որպեսզի բաշխել հավասար ձեր փաթին։ Եթե մենք տալիս ենք scale proportionally, դա նշանակում է, որ նա հավասարաչափ բաշխում է իր լայնությամբ եւ երկարությամբ։ Այսինքն, եթե մենք հիմա տոկոսը մեծացնենք, որ տեսնում եք, նա հավասարաչափ ձևով լայնությամբ եւ երկարությամբ փոփոխվում է, այսինքն պահում է պրոպորցիաները։ Եթե մենք սեղմում ենք stretch to fit stroke length, ապա նա փոփոխվում է այնպես, որպեսզի տեղավորվի այս ստրոկի երկայնքով եւ համապատասխան փոխի նրա լայնությունը։ Եթե մենք սեղմում ենք scratch between guides, ապա մենք մեր preview պատուհանում ստանում ենք երկու հատ ուղղորդներ, գայդեր, որը կարելի է փոփոխել այստեղից, սա տեսնում եք start-ն է, այսինքն սկզբնականը, եւ սա վերջնականը։ Այստեղ կատարելով փոփոխություններ մենք կարող ենք սեղմել preview-ն համապատասխան տեսնենք, կամ եթե իրական ժամանակում ուզում եք տեսնենք, ապա այստեղ ենք փոփոխում եւ մենք տեսնում ենք, որ իլյուստրատորը ձգում է այս brush-ի այն մասը, որը գտնվում է այս երկու հատվածների մեջ։ Այստեղ նաև մենք ունենք
գունավորման մեթոդ, որը կոչվում է tint, non-tint and shade hue shift, այսինքն տոները եւ փոփոխելու բրաշի, դա օգտագործելու համար եկեք մենք այժմ տանք սա cancel եւ եկեք փոխենք այստեղ գույնը մեր բրաշի։ Երբ որ մենք փոփոխում ենք գույնը, ապա դուք տեսնում եք, որ համապատասխան ստրոկի գույնի փոխվում է նաեւ բրաշի գույնը։ Դրան կարգավորումներն են վերաբերում են method tint-ին, այսինքն այդ ռեժիմին։ Եթե մենք այստեղ դնենք non, ապա դուք կտեսնեք, որ անկախ մեր ստրոկի գույնից բրաշի գույնը մնում է սև։ Որպեսզի մենք հնարավորություն ունենանք փոփոխել բրաշի գույնը համապատասխան ստրոկ գույնի, մենք պետք է ընտրենք tint կամ hue shift, այսինքն այդ տոների փոփոխությունները։ Երբ որ մենք ընտրում ենք hue shift կամ ընտրում ենք hit, մեր մոտ ակտիվանում է eyedropper-ը այս վահանակում եւ մենք կողքը տեսնում ենք հիմնական գույնը, որը ունի մեր բրաշը։ Եթե մեր բրաշը ունենա այստեղ տարբեր գույներ, ապա մենք այդ գույները կարող ենք փոփոխել այստեղ, որը մենք տեսնելու համար, եթե նոր ուսումնասիրենք այլ բրաշեր, ապա դուք դա կտեսնեք։ Այս էֆեկտի ինֆորմացիան կամ help-ը գունավորման դուք կարող եք տեսնել սեղմելով այկոնի վրա եւ ձեր մոտ կբացվի info panel-ը, որտեղ բացատրված է, թե ինչպես են աշխատում non-tint, tint եւ shadows, hue, shift ռեժիմները, ինչպես նաեւ այստեղ գրված, որ կալորիզացիան մեթոդը եթե դուք ընտրեք, այսինքն գունավորման մեթոդը, դա առաջինը։ Երկրորդը, երբ որ դուք ընտրում եք ընթացիկ ստրոկի գույնը, դուք կարող եք դա գտնել color panel-ներում, այսինքն այստեղ։ Այս ռեժիմի համար, եթե դուք օգտագործում եք K-color-ը, այսինքն այս գույնը, դուք կարող եք ընտրել eyedropper-ով preview պատուհանից այստեղից, որը որ մենք տեսնում ենք այժմ բրաշի կարգավորումների պատուհանում։ Եվ այսպես նկարագրված է, որ եթե դուք ձեր ֆիլի գույնը թափանցիկ է, իսկ դուք ունեք ստրոկի գույներ, ապա նորնի վաղտ դրանցից ոչ մեկը չի ազդում ձեր բրաշի վրա, tint-ի ժամանակ դա ազդում է ամբողջ ձեր բրաշին եւ բոլոր գույների վրա։ Եթե ընտրում եք tint and shadow, ապա նա ազդում է գույների վրա, բայց պահպանում է սև ու սպիտակ գույները։ Եթե ընտրում եք hue shift, ապա սևերից սպիտակների մեջի բոլոր գույների մեջ նա ավելացնում է ձեր ստրոկի գույնը։ Այժմ սեղմենք OK եւ նորից սեղմենք OK։ Կտանք apply to stroke եւ կստանանք այս գույնը։ Հաջորդ բրաշի տեսակները, որի հետ մենք պետք է աշխատենք, դա scatter բրաշերն են։ Մենք կարող ենք գտնել այդ բրաշերը սեղմելով library, այսինքն գրադարան այկոնի վրա, բրաշ պանելի։ Եկեք բացենք այստեղից դեկորատիվ պանելները, որտեղ մենք նաև կարող ենք թերթել այս բրաշերը։ Այս բրաշերի պատուհանի վրա, եթե մենք սեղմում ենք, մեր բրաշերը հայտնվում են համապատասխան մեր ակտիվ բրաշերին, որտեղից մենք կարող ենք այն օգտագործել տվյալ դոկումենտի վրա։ Եթե մենք հիմա ունենք այս scatter բրաշերը, ապա նրա կարգավորումներին հասնելու համար կամ պետք է սեղմենք option, կամ պետք է երկու անգամ սեղմենք
այս պատուհանի վրա, որտեղ մենք կունենանք նաև preview։ Այստեղ իհարկե կարելի է տալ նոր անունը, որը մենք ասենք save ենք անելու։ Այստեղ կան նրա կարգավորումները, եկեք նայենք, թե դրանք իրենցից չեն ներկայացում։ Size-ը չափերն են, որոնք կարող են լինել ֆիքսված, այսինքն համապատասխան չափերը, եւ կարող են լինել random, այսինքն լինեն 75%-ից մինչև 100%։ Սա նշանակում է, որ չափերը կփոփոխվեն 75-ից մինչև 100%։ Եթե դուք իջացնեք սարքեք այս տանենք 61% կամ հենց 69%, դուք կտեսնեք, որ նրանց չափերը հավասարվում են, այսինքն փոփոխությունը կլինի 75-ից 69%, 4%։ Սա սկեթերների միջև եղած հեռավորությունն է, որը նույնպես ունի ֆիքսված եւ random, այսինքն այստեղ էլ դուք կարող եք փոփոխել այդ հեռավորությունը 78-ից 166, ապա այս միջավայրում նրանք կփոփոխվեն։ Ունենք scatter-ը, այսինքն ցրումը համապատասխան այս փաթի հեռավորությունից, ինչպես նա պետք է ցրվի, այստեղ էլ կարող եք դնել ֆիքսված եւ random, այսինքն ամեն մեկը կունի հեռավորությունը։ Ունեք rotation, այսինքն պտույտը սկեթերների, որը նույնպես random-ի դեպքում կարող եք տալ միջավայրը։ Այստեղ կա rotation relative to, այսինքն պտտել համապատասխան փաթին կամ edge-ին, ինչպես դուք տեսնում եք, այժմ բոլոր սկեթերները դասավորվել են զրոյական կետից, այս կետից, որտեղ գտնվում է իլյուստրատորի զրոն, edge-ի։ Իսկ եթե դուք ընտրում եք փաթ, ապա նրանք պտույտը դասավորվում է համապատասխան կորության ձեր բրաշի։ Այստեղ նույնպես կան մեթոդները գունավորման, եթե մենք հիմա ընտրենք hue, կարող ենք ընտրել tint, ապա դուք տեսնում եք, որ մենք ստացանք այս ստրոկի գույնը։ Եթե դնենք none, ապա մենք կորադառնանք նրա սկզբնական գույնին։ Այժմ եթե մենք սեղմենք OK, մենք կարող ենք տալ leave stroke եւ սա մեզ թույլ կտա ստանալ արդեն փոփոխված բրաշը։ Սա scatter բրաշերն են։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչպես է աշխատում pattern brush option-ը։ Ինչպես դուք տեսնում եք, մենք հիմա ունենք pattern, որը բաղկացած է տարբեր մասերից, տարբեր pattern-ներից եւ այն կիրառված է այս ստրոկին։ Եթե մենք այստեղ տալիս ենք scale, փոխում ենք նրա չափը, համապատասխան փոփոխվում է նրա լայնությունը։ Եթե մենք փոփոխում ենք spacing-ը, այսինքն հեռավորությունները, ապա իլյուստրատորը մեծացնում է նրանց այս մասերի հեռավորությունները եւ հարմարացնում է մեր կորի երկարությանը։ Դա կարող է տեսնել fit հարմարացնել option-ներից, որտեղ կա scratch to fit, այսինքն ձգել, որպեսզի հարմարացնել մեր ստրոկի լայնությանը, կա add space to fit, այսինքն ավելացնել տարածություններ այս մասերի մեջ, որպեսզի հարմարվի նա կորին, եւ կա approximate path, այսինքն մոտավորապես հարմարացնել փաթին, եւ այստեղ էլ preview պատուհանում դուք կարող եք տեսնել, թե դա ինչպես է փոփոխվում։ Այստեղ մենք ունենք flip along, այսինքն երկարությամբ շրջել նրան, կամ flip across, այսինքն ձեր բրաշին ուղղահայաց փոփոխել։
փոփոխել այդ տեսակները։ Մենք այստեղ նաև ունենք colorization, ինչպես դուք տեսաք, եւ այստեղ pattern-ը բաղկացած է 5 մասից։ Այստեղ կան նկարները, որ դուք ուշադիր նայեք, թե որոնք են դրանք, ապա կտեսնեք, որ ամեն մի մասը համապատասխանում է այս կորի մի մասին։ Եվ սրանք կարելի է այստեղից իկոնկաները փոխելով համապատասխան փոխել տեսքը ձեր pattern-ի եւ ստանալ համապատասխան այդ կորը։ Այժմ եթե մենք սեղմենք OK, տանք leave, մենք կստանանք նոր այս brush-ը, որը կարելի է կիրառել, ինչպես տեսնում եք, մեր եղած brush-ին։ Այս brush-երի տեսակները ստեղծելով մենք հնարավորություն ունենք օգտագործել մի ձև, ենթադրենք մենք ունենք որևէ մի քառակուսի, որը չունի ոչ մի էֆեկտ իր վրա, appearance-ները շատ պարզ են, այսինքն նրա տեսքը ստրոկ է եւ բան։ Ապա նրան, եթե մենք սեղմենք Alt, մենք կարող ենք բերենք, ինչպես փոխենք այդ որևէ մի pattern-ը տանք OK, այնպես էլ ավելացնենք նրան մեր pattern-ին, ինչպես դուք հիմա տեսնում եք։ Սա հարմար մեթոդ է ստեղծել pattern brush-եր օգտագործելով օբյեկտները եւ միանգամից նրանց տեղավորելով pattern-ում։ Վերջի brush-ի տեսակը դա Bristol brush-ն է, ինչպես դուք տեսնում եք։ Այժմ եթե մենք ընտրենք, սեղմենք Bristol brush-ի վրա, ապա կտեսնեք, որ մենք ստանանք Bristol brush, որը խոզանակի, այսինքն իրական վրձինի տեսք ունի, եւ այստեղ մենք կարող ենք փոփոխել խոզանակների ինչպես ձևը, անկյունները, այնպես էլ նրանց լայնությունը, խտությունը, հաստությունը, թափանցելությունը եւ բաշխումը։ Եվ եթե մենք հիմա սեղմենք OK, ապա մենք կունենանք այդ նոր տիպի brush-ը։